Նորից բարի օր։ Դու։ Բարև։ Կներես անսպասելի էր։ Ներս արի։ Ես նոր ծանոթ Բելլա, բա ես ինչի տեղյակ չեմ։ Ծանոթացիր, Դավիթ Բալյան, Վահան Բալյանի տղան է, Սոֆան ընկերուհիս է։ Հաճելի է։ Նմանապես։ Երևի անիմաստ է հարցնել է, թե ոնց ես տանը ստեղը իմացել։ Չգիտեմ ինչ առաջարկեմ նստենք։ Ավելի լավ է դուրս գանք խոսենք։ Ինչի մասին։ Որ խոսենք կիմանաս։ Իսկ կարող ես սուրճ խմենք, նոր գնաք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հա, թե շնորհակալ եմ չէ։ Ես քեզ դրսում կսպասեմ։ Հա, ես մի բան հագնեմ կամ։ Լավ։ Ես դուք արդեն սենց մտերիմ եք։ Ընդհանրապես։ Բելլա, բա ինչի է եկել։ Կարող է ընդհանրապես հետո դուրս չգաս։ Հանգիստ տեղի։ Լսի, կարող է իմացած լինի ինչի համար ես գնում իրանց տուն։ Ասում էիր հոր նման է, չէ։ Կարող է հիմա դու դուրս գաս ինչ որ մի բան լինի։ Այսինքն դուրս գաս էլ հետ չգաս։ Բա ես ինչ պետք է անեմ այդ ժամանակ։ Մի հատ արագ հետարի հասկանանք ինչ ենք անելու։ Պլանա պետք է մշակել շուտ։ Շունչ քաշի Սոֆա։ Բայց լավ էլ հմայիչ տղա է։ Բանոր ասում էիր վտանգավոր է։ Լսի, նման ստատիստիկա կա, որ վտանգավոր դեմքերը հիմնականում սիրուն են լինում։ Այսինքն տեսքը արդեն վստահություն է ներշնչում։ Ես նման ստատիստիկա չգիտեմ։ Չնայած հեչ էլ վտանգավոր չի, չէ։ Չգիտեմ, չեմ ճանաչում։ Վայ, Բելլա, ես ոնց եմ քո հետ ընկերություն անում։ Նորմալ ընկերուհիները մինչև առավոտ նստում իրար հետ բամբասում են։ Քեզ ինչ ասում եմ, հա, չէ, չգիտեմ։ Գնացի։ Լսի, բայց ընդհանրապես հոր նման չի։ Լավ սենց էներգետիկա եմ զգում իրանից։ Շատ հմայիչ տղա է, հասկանում ես։ Ընդհանրապես նման չի են Մարկին։ Նախ սկզբի համար մի քիչ ցածր խոսի, նայում ես ուղիղ դեմքին ու բարձր խոսում ես։ Երկրորդը դու իր հորը չես ճանաչում, որ իմանաս նման են թե չէ։ Հետո մարդուն տեսքով չեն դատում։ Ի վերջո Դավիթը իր հոր կատարելագործված տեսակն է։ Այդ Դավիթի մասին չի։ Հա, բայց սիրուն տեսակն է։ Ես էլ չեմ դիմանում։ Շատ չոր չլինես հետը։ Այդ ուղակի ասում եմ։ Տենց մի նայի, այդ հայացքիցդ էլ չեմ վախենում։ Սոֆա։ Ինչի մասին պետք է խոսենք։ Քայլենք։ Քայլենք։ Ինչ էլ սիրուն են նայվում։ Ես չեմ պատրաստվում շատ ծավալվել։ Բայց չեմ էլ պատրաստվում շատ հեռվից գալ։ Բելա, ցանկացած հարցում ես միշտ լինում եմ շատ պարզ, կարճ ու կոնկրետ։ Նենց հաստատվել է, որ այս քաղաքում բոլոր հայերը մեկը մյուսին ճանաչում են։ Մեր ընտանիքն էլ անունով է, հայտնի է։ Հորս ապրած կյանքի ու ստեղծածի շնորհիվ բոլորը մեր ընտանիքին հարգում ու սիրում են։ Շատ մարդիկ ամեն ջանք գործադրում են, որ մեր տուն մտնեն։ Հորս այդ շփում ստեղծեն, բայց չի ստացվում։ Դու եկել ես մեր տուն, ազատ ելում ուտում ես։ Մենք քեզ լավ ընդունել ենք։ Բայց ուզում եմ վստահ լինել, որ դու էլ նույն մտադրությամբ ես մեր տուն մտնում։ Իմ մտադրությունը մեկն է, աշխատանքային։ Ես ուզում եմ հավատալ, բայց ուզելը քիչ է։
Կներես, մասնագիտական է ամեն ինչին կասկածելն ու ստուգելը։ Դու իբր սխալմամ գալիս ես մեր տուն։ Ես ասել եմ արդեն։ Էլի ասեմ, Բայց ես չեմ ասել, չէ՞ որ հավատացել եմ։ բայց դա իմ խնդիրը չի, չէ՞։ Կարող է։ Կարող եմ պատմությունը, որ դարակից Էդ էլ եմ բացատրել։ Դարակից բաներ ընկել վերցրեցի, որ դնեմ տեղը։ Բայց ոնց հասկանում եմ, դրան էլ չես հավատացել։ հրաշալի հատկություն է այդ։ Ուզածդ ինչա, Դավիթ։ Ընդամենը եկել եմ, որ խոսենք, որ հետո իրարից չնեղանանք, եթե ինչ որ մի բան ինչ լինի։ Ես իհարկե ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, բայց անտանելի չեմ սիրում, երբ հետս սպառնալիքի լեզվով են խոսում։ Իսկ քո խոսքի մեջ նման երանգ եմ նկատում։ Բացարձակ։ Ես սովոր չեմ այդ լեզվին ու չեմ ընդունում։ Իմ կասկածները մի կողմ կդնեի, եթե մայրս ով աշխարհի ամենաբարի մարդն է չասեր, որ քեզ չի վստահում։ Ինքը բոլորին սիրում է։ Երբեք ոչ մեկին չի նեղացրել ու վատ բան չի ասել։ Բայց քո հետ կապված անվստահություն ունի։ Այդ իմ համար հերիք էր, որ գայի ու այսքան բանը քեզ ասեի, Բելա։ Երևի հասկանում ես, որ ինձ խաբել այդքան էլ թեթև բան չի։ Իմ խոսքը ուղիղ է ու չոր։ Երբեմն ասում եմ, որ կուլ տալ չի լինում։ Դու կասկածի տեղ ես տվել, Բելա։ Բայց եթե պարզվի, որ ես սխալվել եմ, ուրեմն կհամարենք, որ այս խոսակցությունը չի եղել։ Դու ինձ ասելու բան չունես։ Չէ, չունեմ։ Ինձ թվում է քո այս պահվածքը այդքան էլ ճիշտ չի, Բելա։ Դու մորս ես խնամելու ամեն օր, կողքին ես լինելու։ Նորմալ է, չէ՞, որ ուզում եմ քո մասին ամեն ինչ իմանալ։ Ես արդեն ամեն ինչ խոսել եմ պապայիդ հետ։ Ավելացնելու բան չունեմ։ Եվ չեմ կարող ձեզ ստիպել, որ ինձ վստահեք կամ հավատաք։ Դա ձեր որոշումն է։ Իսկ ես կսպասեմ ձեր որոշմանը։ Դե ուրեմն պայմանավորվեցինք։ Ճանապարհ եմ քեզ տուն։ Կարիք չկա։ Ես տան մոտ եմ։ Ես սովոր չեմ իմ հետ քայլող աղջկան ճանապարհի կեսին թողնել։ Անկամ եթե երկու քայլ է։ Ես էլ սովոր չեմ տուն գնալուց հատուկ ուղեկցողներ ունենալ։ Հաջողություն։